Տեսակ սիրելի բարեկամներ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ ընդունելության արժանացավ Ղազախստանում։ Ծաղիկներ, շնորհավորանքներ, ջերմ խոսքեր, մեդալների շնորհում, ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթեր, ինչը համաձայն է կոգնիտիվ դիսոնանս առաջանում։ Այդ վերջերս չէր, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ իշխանությունն իր քարոզիչներով կեղտ են շպրտում հապկի Ղազախստանը նաև հապկի անդամ է, ուղղությամբ, որ մեզ չեն օգնել, չեն պաշտպանել, դավաճանել են։ Բայց այսօր գնացել եւ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում, այսինչ է կատարվում։ Միթե կրկին Նիկոլ Փաշինյանը դավաճանում է իր հռչակած սկզբունքներին, եկեք հասկանանք։ Քավլիցի, ես Ղազախստանի հետ համագործակցության ցանկացած երկրի հետ համագործակցության դեմ չեմ խոսում։ Ինչքան խորանա, ինչքան տնտեսական կապերը զարգանան, այնքան լավ։ Այստեղ խնդիրը քարոշության հարթությունում նրանց որդեգրած քաղաքականություններ, որ մենք մերժում ենք ռուսական ուղղվածությունը, արևելքը, կենտրոնական Ասիայի բռնապետությունները, չգիտես ինչ, դավաճանությունը, Թուրանը եւ այլն, գնում ենք Եվրոպա։ Հատկապես Նիկոլ Փաշինյանին աջակցող որոշ քարոշչական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես իբր անդիմադիր, արևմտամետ, այսօր սկսել են Ղազախստանի քարոզը անել, ոգևորել Նիկոլ Փաշինյանին կենտրոնական Ասիայի հետ խորացնելու ստրատեգիական համագործակցությունը։ Գիտեք ինչն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրերս կենտրոնական Ասիայի 5 երկրների պլյուս Ադրբեջան հանդիպում է ունեցել, որտեղ պայմանավորվել են 17 միլիարդի ներդրումներ։ Եվ սա այն միջին միջանցքի գաղափարն է, որով կենտրոնական Ասիային փորձում են կապել Եվրոպայի հետ եւ ԱՄՆ-ի հետ, եւ ինչպես Հայաստանում, Ղազախստանում նույնպես ԱՄՆ-ն պատրաստվում է ներդրումներ անել IT ոլորտում, հազվագյուտ մետաղները կենտրոնական Ասիայում շատ են, չիպերի ոլորտում։ Ես հետո ավելի մանրամասն հաղորդման ժամանակ խոսեմ, թե ինչու են Հայաստանը ընտրել այդ առումով։ Եվ այստեղ հարցեր են առաջանում, բազմաթիվ հարցեր, աշխարհաքաղաքական մեծ խաղ է գնում, եւ այստեղ Հայաստանի դերը կարևորվել է, բայց ես ունեմ մեկ հարց. արդյոք այն արժեր ընդամենը $500 միլիոն, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել։ Այս մեծ խաղում այսքան զողողություններ եւ միլիարդավոր, եթե ոչ տասնյակ միլիարդավոր դոլարների կորուստներ ունեցած Հայաստանին հասնում էր ընդամենը $500 միլիոնանոց ինչ-որ մի ներդրում, որտեղ ապահովելու է մաքսիմում մի քանի 100 աշխատատեղ, որտեղ ընդամենը տեղափոխվելու են ամերիկյան չիպերը որպես սառնարան պահվելու, բայց դա հայկական չի լինելու։ Հայաստանը ընդամենը լինելու է պահոց ամերիկյան չիպերի համար, որոնք մեծ նշանակություն ունեն ռազմաարդյունաբերության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում։ Դա իհարկե լավ է։ Հայաստանը այդ առումով գրավիչ է զուտ աշխարհագրորեն եւ նաեւ էներգետիկայի առումով։ Մենք ունենք ատոմակայան, իսկ այդ չիպերի թեզոր պրոցեսորների պահպանության համար պահանջվում է 100 մեգավատանոց հոսանք, եւ այստեղ է գուցե նաեւ գաղտնիքը, թե ինչու է հեծի դեմ սկսվել գործընթաց, մի մեծ խաղ է։ Եվ այդ խաղի մասին ձեզ չեմ պատմում, սիրելի ժողովուրդ։ Այս մեծ խաղում ես չեմ կարծում, թե Հայաստանի հետ արդար են վարվում։ Մենք ավելին ենք արժանի, քան այն ինչ խոսվում է։ Բայց նաեւ ընկել են մյուս ծայրահեղությունների մեջ։ Ասում են, որ ամերիկյան ներդրումները երաշխիք են Հայաստանի անվտանգության։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում դեպքում այդպես չեղավ։ Բայց սրանք առանձին հարցեր են, որոնց մենք կանդրադառնանք եւ ավելի մեծ հաղորդում է պահանջում։ Հիմա խոսենք զուտ էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Սա միջին միջանցքի ծրագիրն է կամ Եվրոպայի առաջ տրվող Global Gateway ծրագիրն է, որով կենտրոնական Ասիայի ռեսուրսները ցանկանում են արևմուտքը օգտագործի իր նպատակահարմարությամբ, որովհետև դրանք անսպառ չեն աշխարհում։ Ուկրաինայում նույնպես հիշում եք Թրամփը Զելենսկու հետ ինչ կռիվ էր անում, երբ որ այս էկրանների առջև խայտարակ եղան ամբողջ աշխարհով։ Հազվագյուտ մետաղների շուրջ պայմանավորվածության վերաբերյալ Թրամփը պահանջում էր դրանք հանձնել ԱՄՆ-ին հետագա աջակցության դիմաց։ Հիմա կենտրոնական Ասիայում նույնպես կան հազվագյուտ մետաղներ։ Եվ Ուզբեկստանում, Ղազախստանում ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է կառուցել չիպերի այդ պահուստային դատակ կենտրոնները, որից մեկը նաև կառուցվում է Հայաստանում։ Սա մի ընդհանուր տրամաբանություն է, մի շղթա է, մենք օրիգինալ չենք։ Եվ այս առումով ուշագրավ է, որ Տոկաևը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, շեշտելով, թե Հայաստանը բացառիկ է այդ առումով, որտեղ հաջողությամբ է այդ էներգետիկան զարգացել, անվնաս, նույնիսկ երկրաշարժը չի վնասել մեր ատոմակայանին։ Բայց ամբողջ պատմությունը այն է, որ այդ ատոմակայանը կառուցել է ռուսական Ռոսատոմը, եւ նույն ռուսական Ռոսատոմը կառուցելու է Ղազախստանում այդ ատոմակայանը։ Եվ այստեղ միաժամանակ մի քանի վեկտորներ են։ Ստացվում է, որ նույնիսկ ամերիկյան չիպերի դատա կենտրոնները չեն կարող աշխատել առանց ռուսական ատոմակայանների, առանց ռուսական էներգետիկ ներդրումների։
Եվ այստեղ մենք ականատես ենք լինում աշխարհաքաղաքական շատ հետաքրքիր մրցակցության։ Հետևաբար մենք տեսնում ենք, այստեղ կոգնիտիվ դիսոնանսի պահը հասկանալի է լինում, չէ՞, ինչպես էլ կոպեկը շպրտում են վերև, ինչ գլուխկոնցի ասես տալիս են ԿՊԱ-ականները եւ Նիկոլ Փաշինյանը, ինչ ուր ասես գնում են, էլ Չինաստան, էլ Ճապոնիա, էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նորից գալիս եւ հայտնվում են իրենց տարածաշրջանում, բայց այստեղ ինձ անհանգստացնում է մեկ ուրիշ բան։ Փաստորեն ինչ են մտածում արևմուտքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեզ ոչ թե պատկերացնում են Եվրամիության կլաստերի մեջ, եթե կարելի այսպես ասել, այլ Հարավային Կովկաս գումարած Կենտրոնական Ասիա կլաստերի մեջ։ Մեզ չեն ցանկանում ինտեգրել Եվրոպային, մեզ ցանկանում են որպես առանձին ռեգիոններ կղզիացնել այդ առումով եւ հանդիսանալ որպես կամուրջ տրանզիտ դեպի Եվրոպա։ Հետևաբար այստեղ հասկանալի է, չէ՞, դառնում, թե ինչու միանգամից Հայաստանին չեն ընդունում Եվրոպա, ինչու միանգամից հապկից եւ ՀՅԱՏՄ-ից Հայաստանը չի կարողանում դուրս գալ։ Ինչու Վրաստանը այդ օրինը կես ճանապարհեն կանգնեց եւ հետ նահանջարեց, որովհետեւ հենց արևմուտքում ըստ էության մեզ չեն դիտարկում որպես Եվրոպայի մաս, մեզ դիտարկում են որպես կամուրջ, որպես կղզյակ, որը կապում է Եվրոպային Կենտրոնական Ասիայի հետ։ Եվ այս խաղն է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, եւ մի օր նա ՀՅԱՏՄ-ի դեմ է, մի օր կողմ է, մի օր հապկի դեմ է, մի օր Ղազախստանի հետ ռազմավարական դաշնակից է դառնում։ Վաղը մյուս օր Թրամփը, որ ասի Ռուսաստանի հետ պետք է ռազմավարական դաշնակից լինես, ամբողջ Հայաստանի ԿՊԱ-ականները եւ նրան հարող առաջին AM-ները եւ մյուսները կսկսեն Ռուսաստանի գովքը կապել, չնայած իրենք ամբողջ իրենց էությամբ հակառուսական էին դիրքավորվել։ Ահա այսպիսի հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, որտեղ չկան սկզբունքներ, չկան համոզմունքներ, կա նպատակահարմարություն։ Այսօր ասված խոսքը վաղը կարող է հերքվել։ Գործ ունենք հետևյալ իրողության հետ։ Հայաստանին փաստորեն դիտարկում են որպես տրանզիտ ճանապարհ Կենտրոնական Ասիան կապելու արևմուտքի հետ։ Մեզ առայժմ չեն դիտարկում որպես եվրոպական կլաստերի մաս։ Այստեղ Հայաստանին տրվում են գրոշներ այն հսկայական պրոյեկտի համար։ Հայաստանը արժանի էր ավելիին եւ այսքան զրկանքներից հետո ձեռք չի բերել ավելի մեծ առավելություններ։ Պետք է հասկանալ, որ այս տրանզիտի մեջ շատ կարևոր է Կասպից ծովն ու Ադրբեջանը։ Առանց Ադրբեջանի Հայաստանով չի անցնելու այդ տրանզիտը, հետեւաբար Ադրբեջանը պահանջում է ավելին ու ավելին եւ Ադրբեջանը մինչեւ վերջնականորեն կտրամադրի իր երկիրը այդ միջին միջանցքի համար, նա շարունակում է Հայաստանից կորզել ինչ հնարավոր է։ Եվ այս խաղում Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի խաղում։ Եվ Հայաստանը այսքան զրկանքներից հետո արժանի չէր ընդամենը 500 միլիոնանոց չգիտես ինչի, որը դարձնում է այսօր մի մեծ պատմություն։ Հետագայում ավելի մանրամասն ես այս խնդրին կարժանանամ, առայժմ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ մտքափոխվեց հապկի իր դաշնակիցների հարցում, որովհետև հանկարծ ԱՄՆ-ում այդպես որոշեցին։